Հարց տալու համար Անդրանիկ Քոչարյան։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, դուք ձեր ելույթի վերջում նշեցիք տվյալ պաշտոնի կարևորության հանգամանքը, նշեցիք, որ ձեր համար կարևոր չի մենք ձեզ կընտրենք, թե ոչ։ Բայց մեր համար շատ կարևոր է, թե տեխնացուն ունենալով նաև պատկերացումներ, թե ինչ պետք է անի, նաև կարևորի, թե ինչպես պետք է ընտրվի նաև մեր աջակցությամբ, որովհետև վերջին հաշվով խոսում ենք Դոնթի բանաձևի մասին, եւ այդ բանաձևը բացի որ տալիս է իրավական հնարավորություն, նաև տալիս է պարտավորություն, որպեսզի մենք ընտրելուց էլ մեր ընտրությանը նաև տեր լինենք։ Դուք դատանի դալիճում, եթե չեմ սխալվում, ասացիք, որ ձեր համար կարևոր էր ոչ թե օրենքի ուժով դուրս գաք կալանքից, այլ խափանման միջոցով։ Ճիշտ եմ հիշում։ Եվ դրանից հետ կարճման հանգամանքով։ Դրանից հետո ձեր հայրը ասաց, որ Հայաստանում կա այնուամենայնիվ արդարադատություն։ Հիմա մենք բնականաբար երկընտրանքի առաջ ենք կանգնելու, որովհետև այսպես թե այնպես դատախազը ձեր հետևից գալու է, ինչքան էլ իրավաբանական ֆակուլտետը ավարտած լինի։ Չի կարա չգա, որովհետև դուք օրենքի ուժով եք դուրս եկել, քրեական գործը չի կարճվել։ Հիմա այդտեղ խնդիր տեսնում եք թե չէ, եթե գա եւ գալու արդյունքում ձեզ տանի, այդ դեպքում ֆրակցիայում դուք որ քննարկել եք ձեր տեխնացիան հարցը, այդ տվյալ իրավիճակը հաշվի առել եք թե ոչ։ Եվ եթե դժվար չի հիշեցնեք քրեական գործի մասին որոշ բաներ, որովհետեւ մենք պատկերացնենք, թե ինչով եք դուք մեղադրվում։ Ինչու եք մեղադրվում։ Շնորհակալություն, նախ առաջինը Կներեք, պարոն Ղազարյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ դադարեցնել շշուկները։ Շարունակեք։ Ես բառացի ասել եմ հետեւյալը, որ ցավում եմ, որ օրենքի ուժով եմ դուրս գալիս, եւ ասել եմ, որ ոչ թե պետք է կարճվեր, այլ պետք է չլիներ այս քրեական գործը։ Երկրորդը, ինչ հայրս է ասել, ես մեկնաբանեցի կարծում եմ, որ որևէ մեկի, համենայն դեպս իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի ասել, որ 100%-ով արդարադատություն չկա եւ կարծում եմ նաեւ մեր թիմակիցները։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի գալուն, այս դիսկուրսը ծավալվեց ձեր գործընկերոջ հարցից, բրգաձև, չգիտեմ ինչ։ Այդ իսկ պատճառով ես ասացի, որ այո, այդ հորս ասած խորհուրդը չի լսվել կամ չի կատարվել, դատախազի գալու հետ կապված բացարձակ խնդիր չունեմ, որովհետև բազմաթիվ դատավորներ, դատախազներ, այդ թվում նաև իմ համակուրսեցիներ, մենք քաղաքական տարբեր տեղերում ենք, ուղղակի կարծում եմ, որ գիտեք, բումերանգի օրենքը միշտ գործում է, ես իմ հոր դաստիարակությամբ եւ խորհրդով ապրել եմ միշտ, այնպես, որ որևէ մեկը չկարողանա իմ, այսպես ասած, դեմը դնել ինչ-որ մի բան, որը ես քննադատել եմ եւ այլն։ Ես չեմ ասում, ես սուրբ եմ եղել, ես չեմ ասում, ես ամբողջ կյանքում անմեղ եմ եղել, բայց ինչ չհետաքրիր էր ձեզ լսելը, որպես պետաիրավականի նախագահ արդեն երևի էլի։ Հիմա իմ քրեական գործի հետ կապված հանդիսանում եմ ուժեղ Հայաստան խորհրդի անդամ։ Եղել եմ Երևանի պատասխանատուն ընտրությունների ժամանակ 470 ընտրատեղամաս։ Քննիչին ասել եմ, որ եղել եմ բացի Սյունիքի մարզից, դա ուղղակի չի ստացվել ժամանակային առումով Հայաստանի բոլոր մարզերում եւ բազմաթիվ մեր գրասենյակներում։ Երևանի գրասենյակներում եղել եմ շատ ավելի հազվադեպ։ Այն գրասենյակում, որտեղ գաղտնալսումը իրականացվել է, եղել եմ 3-ից 4 անգամ այն ժամանակահատվածում ըստ քրեական գործի, որ ժամանակահատվածում, որ գաղտնալսվել է այդ տարածքը։ Խնդրել եմ ընդամենը, շատ կարճ եմ ուզում ասեմ, պատկերացնեք, համոզված եմ, որ կպատկերացնեք, ասել եմ, գաղտնալսվել է ներքին արտաքին դիտումը, խնդրում եմ իմ պիլինգով հեռախոսի հանեք, կտեսնեք որտեղ եմ եղել այդ պահին, հենց տեսնեք այդ շտաբում եմ եղել, Ինչպես բնավորություն չունեմ հեռախոս անջատելու ու կորելու։ Հենց տեսնեք այդ շտաբում եմ եղել, մի հատ ձեր օպերատիվ մասով բերեք այդ ժամանակվա, վերջը խոսացել եմ, չէ՞։ Ես էլ մի քիչ տենց քիչ խոսացող եմ։ Արձագանքեք, ժամանակը չսպառեմ։ Արձագանք։ Դուք հիմա նկարագրում եք
իրավիճակի ձեր պատկերացումը, բայց քննիչը կարող է ունենալ այլ պատկերացումներ, այլ տեղեկատվության կրող։ Հիմա խնդիրը քրեական գործի հետ կապված դատախազի գալու եւ գալու արդյունքում ձեզ տանելու պարագայում ֆրակցիան ինքը այդ սցենարը քննարկել է թե ոչ, ես դրա մասին եմ ասում։ Դե չասեցի ուղղակի քրեական գործի հետ կապված Մաքրուհին իր մոր հետ խոսելուց ասում է Ղազենյան Դավոն 1,400,000 դրամը բերեց տվեց, ասեց այս ընտրակաշարքի փողը։ Այդ հա, չէ, նախապատրաստում։ Ստեղ եկեք իրավական ճիշտ բանը տանք, չեմ հասցրել տամ էլի, նախապատրաստում իհարկե։ Ինչ աբերում է ֆրակցիային, գիտեք, սենց ասեմ, այնպես չի, որ չեմ ուզում դատախազը գա, անկեղծ եմ ասում, որովհետև մի հատ բոլորս կլսենք, այդ ամբողջը կհասկանանք, եւ այնպես էլ չի, որ մտածում եմ, որ չի գալու։ Միանշանակ։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանը շատ լավ պատկերացնում է, որ ում էլ առաջադրի այդ վտանգը գլխին կախված է, կապ չունի այն առումով, որ կարան նույն իմ ձևով մի հատ ինչ-որ կիսատ պռատ, ուրիշի 2 հոգու խոսակցություն բերե եւ ինչ-որ մեկին տանեն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Արման Եղոյան, բայց մի վարքյան էլի։ Հայաստան խմբակցությունից գրանցված են Մեսրոպ Մանուկյանը եւ Լևոն Քոչյանը, դուք հարցերը տալու եք, ճիշտ եմ հասկանում, այստեղ ուղղակի նշումները շատ խառն է, շատ լավ։ Արման Եղոյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Ղազենյան, ես իմ անցած ելույթներից մեկում անդրադարձա հետի հետ փոխկապակցված ընկերություններին, դուք էլ հիշում եմ տեղից շատ ուրախ արձագանքեցիք, ասացիք շատ լավ է այդ թեման բացեցի, դեսա կպատմենք ոնց է եղել, բայց դեռ չեք պատմել ոնց է եղել, ես նորից տամ այդ հարցը, շարունակելով պարոն Ալեքսանյանի դիտարկումը, օրինակ հաշվիչների վերաբերյալ, ասում եմ փոխկապակցված ընկերությունից հաշվիչ են ձեռք բերել, ասում եք, բայց շատ որակով հաշվիչները, միգուցե, բայց արդյոք հանրապետության միակ որակով հաշվիչներն են եղել։ Եվ նույնիսկ եթե հանրապետության միակ որակով հաշվիչներն են եղել, հետի ժամանակավոր կառավարիչը օրեր առաջ հայտնեց, որ նույն այդ հաշվիչները, թվով 25,000 հատ, Հեծը օրերս ձեռք է բերել նույն այդ փոխկապակցված ընկերությունից, այսինքն Տաշի գրուպի պատկանող ընկերությունից 500 միլիոն դրամով ավելի էժան, այսինքն 1,350,000 դոլարով ավելի էժան այդ նույն որակով հաշվիչները։ Ոնց է ստացվում, որ ձեր ժամանակ նույն հաշվիչը արժենում էր 1,350,000 դոլարով ավելի թանկ։ Սա հաշվիչների վերաբերյալ։ Կաբելները ուրիշ որակով կաբել արտադրող չկար այս երկրում, դնեիք մրցույթի, կարող է նույն որակինը ավելի էժան լիներ, նույն որակինը նույն գնով լիներ, ավելի որակովը ավելի թանկ, չգիտեմ, շինարարական կազմակերպությունները, T-Construct-ից, Կասկադից, Ինտեկոից բացի, ուրիշ շինարարական կազմակերպություն կա, որ շահել է մի որևէ մեծ տենդեր հեծում ձեր աշխատած տարիների, նախագծային ընկերությունները Վոլիոսից բացի չկար մի նախագծային ընկերություն, ասում եք աշխատատեղ բացենք, աշխատատեղ կլինեն, չէ՞ նախագծային ընկերություններ, որոնք ունեն աշխատողներ, կարող էին շահել, իրենց աշխատողները կստանային այդտեղից շահույթ, եւ դա կլիներ աշխատատեղեր բացելու նպաստել։ Մենակ Վոլիոսը պետք է շահեր։ Յուրեղավանի ԺԲԿ-ն, հենասյուների պատմությունը, դա էլ առանձին պատմություն է, մի առանձին թեմայով կխոսենք, այսինքն որակ, բայց լավ ուրիշ որևէ ներկրող կամ արտադրող այս երկրում իրավունք չուներ մատակարարում իրականացնել հեծի։ Ավարտեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ես հասկանում եմ, որ սա քաղաքական մարմին է եւ այստեղ հարցերը տրվում են ըստ քաղաքական նպատակահարմարության եւ քիմքի, բայց եկեք, դուք եք չէ իրավաբան ոնց որ պարոն Եղոյան, հա, շատ ուրախ եմ։ Շատ ապրեք, առանձին կզրուցենք Բուրգաձև դպրոցի վերաբերյալ։ Դե փաստը ձեր համար է, պարոն Արությունյան։ Ամենայն դեպս չափածություն։ Մի խոսեք տեղից։ Դե չի կարելի, ես չեմ։ Հիմա պարոն Եղոյան, նայեք, իրավաբանության մեջ կա այսպիսի բան։ Իմ համար գիտեք ոնց է դժվար տրանսֆորմացվելը իրավաբանի ինչ որ մի հատ հասարակ հայ տղու եւ քաղաքական գործչի մեջ, որովհետեւ ես միշտ սիրել եմ ինչ ասել, ունենալ այն sense դոկումենտով այսպես ասած, խնդրում եմ ռուսերեն բառը չթիրախավորել, տենց ստացվեց ուղղակի։ Եվ կարողանալ ապացուցել, օրինակ ես ձեր տեղը եթե լինեի, կներեք, որ այսպես եմ ասում, ես կբերեի
փորձաքննության արդյունքներ, որտեղ այս չգիտեմ, կաբելները, որ առել են, իրանք փորձաքննությունով մեկին մեկ նույնն են կամ մի բան էլ լավն են։ Ես կբերեի փորձաքննության արդյունքներով արդյոք մեր ժամանակվա հեծը չի տվել որոշակի նախագծերի քանակ փոքր այլ ֆիրմաների եւ ինչ որակով են այդ ֆիրմաները տվել նախագծերը։ Ինչի մի րոպե Վոլյուսը չի սարքվել 15 թվականից։ Միջև Վոլյուսի ի հայտ գալը այլ նախագծային ընկերություններ են դա արել, բայց Վոլյուսի անհրաժեշտությունը կայացել է նրանում, հաշվի առնելով նախագծերի քանակը, այդ նույն շատ, այսպես ասած, նախագծողներ համաձայնվել են մեկ ընդհանուր համակարգի մեջ աշխատելու միջոցով ստանալ որակ։ Հիմա ես ինչ ասում եմ, դուք կարող եք հակադարձել, բայց խնդրում եմ նշեք, որ քաղաքական հակադարձում եք անում, որովհետև ես ինչ ասում եմ, կարող եմ փաստավորել եւ փաստաթղթավորել, դուք իմ կարծիքով այս պահին ոչ։ Հաջորդը հաշվիչների 500 միլիոնը։ Ուրեմն այս տենդերի մասնակցության տրամաբանությունը կայացել է հետևյալում։ Եղել է Տաշիր գրուպի որոշումը, հասկանալի է նաև ում, որ հաշվի առնելով, որ մենք չենք համակերպվելու հեծի խլված լինելը եւ 700,000 հաշվիչ նույն պիրամիդա համակարգում նույն համակարգով եղել է, այս տենդերը անկախ իր արժեքից միևնույն է ձեռք էր բերելու Տաշիր ընկերությունը մի պարզ պատճառով, իմիջիայլոց ձեզ ասեմ մինուս, եթե առանձին առևտրային դեմպինգա դատի տվեք, ինչ ասեմ։ Ես ձեզ տրամաբանությունն եմ բացատրում, առևտրային գաղտնիք չբացահայտելու համար ձեզ առանձին մինուսը կասեմ։ Պարոն Եղոյան, այ հիմա արձագանքեք։ Պարոն Ղազինյան, ախր դեպքերը այնքան շատ են, մեկը բացատրեցիք, քիչ թե շատ փորձեցիք բացատրել, թե նախագծողները հաճույքով միավորվել են Վոլյուսի մեջ, ասել են մեզ պետք չի առանձին գործ, մենք բոլորով կլինենք ձեզ հետ փոխկապակցված մարդու ղեկավարման տակ կանենք նախագիծ, քիչ էր մնում, ասեիք արմիություն են ստեղծել Հայաստանի բոլոր նախագծողները մեծ ուրախությամբ եւ մտել են մեր կառավարման տակ, լավ, այդ մեկը դրեցինք են կողմ։ Հաշվիչները ասցիք, ինչքան հասկացա ինքնարժեքից էլ էժանով, թե ձեզ ոչ ձեռնտու եք ձեռք բերել, սկզբունքից ելնելով, որ հանկարծ ուրիշը չմտնի։ Չէ, պիրամիդ։ Հա, ես այդպես հասկացա։ Լավ, այդ էլ մի կողմ դնենք։ Լավ, շինարարականը։ Ասենք, այնը հո շինարարությունն է, T-Construct, Cascade, Inteco, վերջ։ Ուրիշ շինարարներ չկային, մի բան էլ իրանց, տարեք իրանք էլ փող աշխատեին, էլի լավ որակով շինարարներ կան, չէ՞, դա հաշվիչ չի, որ ասեք, ամբողջ աշխարհում Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան ամենալավ հաշվիչը մերն է։ Ուրիշ ոչ մեկ չի կարող այս երկրում հաշվիչ դնի, բացի Տաշիրից։ Շինարարությունը ինչի՞ չեք տվել ուրիշներին։ Ճիշտ ասած, մի հատ թեմա կա, ֆրակցիան արգելում ասեմ, բայց ամեն դեպքում, չգիտեմ, ժամանակն էլ չկա երկար մտածեմ։ Հիմա տեսեք, այս դարավ բանի Պեկին գաղտնի սենյակի պատմությունը, չէ՞, որ ասում են մի հատ սենյակ կար, մտնում է իր հաշիվ ապրանքագիրը Ֆարմանյանի հետ կապված։ Կամերայով էր, Հիմա շատ լավ է, որ դե կամերայով է, չնայած են որ ասպա մի հատ անեկդոտ կա, եթե հասցնեմ հետո կպատմեմ իհարկե։ Ասպա դուք հետաքրքիր բան եք ասում շատ։ Ես ուզում եմ, որպեսզի լինի մի անուն ազգանուն, որը գա, ասի ինձ ու ձեզ առանձին։ Կարծում եմ քաղաքական տարաձայնություններից անկախ դուրս է, եթե ոչ, այստեղ սրճարանում կարող ենք նստել։ Այդ անձնավորության անցագիրը չաստեք, գա ինձ ու ձեզ, ասի էս ինչան, էս ինչը, բայց չկա մի հատ տեսուչի կամ մի հատ պահակի անուն տա, էլի, էս ինչան, էս ինչը, որը ուներ լիազորություն, արգելել է ինձ մասնակցել տենդերի կամ մնացածի։ Եվ երկրորդը, չցանկանալով ֆրակցիայի կողմից արգելված հարցին, խնդրում եմ հիմա մի հատ ցուցակ վերցրեք, ճշտեք, вообще ովքեր են մասնակցում շինարարություններին։ Ծովինար Վարդանյան։ Շնորհակալություն, պարոն Ղազինյան, ես ձեզ 4 հարց ունեմ, աշխատեմ տեղավորել